Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել բնակիչների զանգվածային թունավորման պատճառով։ Բազմաթիվ քաղաքացիներ սրտխառնոցի, ջերմության և այլ նմանատիպ ախտանիշներով դիմել են բուժհաստատություններ, նշելով, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջուրն է։ Տեղի պոլիկլինիկայի տնօրենի փոխանցմամբ միայն վերջին մեկ օրվա ընթացքում ստացվել է շուրջ 30 կանչ, իսկ մի քանի հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարում տուժածների բնակարաններ, իրավիճակը վերահսկելու և թունավորվածների ինքնությունը պարզելու համար։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել են Veolia ջուր ընկերությունն ու փրկարար ծառայությունը ջրի որակը ստուգելու և վարակի հնարավոր աղբյուրը հայտնաբերելու նպատակով։ 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատներն ու քաղաքական գործիչները բողոքի ակցիա են իրականացրել ազգային ժողովի դիմաց, պահանջելով պատշաճ պայմաններ ապահովել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի լայնածավալ քննարկման համար։ Չնայած պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին նախատեսվել էր աշխատանքային հանդիպում, ազգային ժողովի ղեկավարությունը մերժել է տրամադրել գլխավոր դահլիճը։ Ըստ ակտիվիստների 190 շահառուների համար առաջարկվել է ընդամենը 70 տեղանոց դահլիճ։ Ակցիայի մասնակիցները սա որակում են որպես պաշտոնյաների պատասխանատվությունից խուսափելու և քննարկումը միտումնավոր սահմանափակելու փորձ։ 70 հոգանոց դահլիճում մենակ 100 հոգուց ավել մենակ ծնող է գալու։ Այսինքն ինչ ենք անելու, իրանք հələ առաջարկել են մի քիչ կրճատեք ցուցակը, դե ոնց կրճատես, որ ծնողին ասես դու մի արի, չի կարելի։ Համար ես այսօր եկել եմ, որ ձեր լրատվականների, տարբեր լրատվականների միջոցով ձայնս հասցնեմ իրանց, ես իրանց հորդորում եմ ուղղակի, հələ որ շատ կիրթ, կուլտուրական, ասում եմ, հորդորում եմ իրանց որոշումը փոխեն։ Այսինքն վաղը ժամը 11-ին, որ ծնողները գան, որ 12-ին այդ լսումները պետք է սկսի, իրանք արդեն փոխած լինեն իրանց որոշումը, հույսով եմ իրանք այնքան խոհեմ կգտնվեն, որ այդ որոշումը չէ, մենք արդեն կանենք այն ինչ որ կանենք։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է բարերար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտից ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ իրեն փոխանցած ուղերձին, որում Վարդանյանը կոչ է արել նրան այցելել Բաքու և հանդիպել հայ գերիների հետ։ Հայտարարության մեջ Մանասյանը նշել է, որ պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա, անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։ Նշել է նաև, որ անազատության վայրեր կարող է այցելել, եթե դրանք մեր երկրի տարածքում են։ Միաժամանակ Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերը պետք է տուն վերադառնան։ Նրանք այնտեղ են հայ և հայրենասեր լինելու համար և իրենք ամեն ինչ անելու են նրանց վերադարձի համար։ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությանը, մեղադրելով նրանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հանդեպ անտարբերության և երկրում աղքատության բարձր մակարդակի համար։ Նա նաև հավաստիացրել է, որ Սամվել Կարապետյանի քաղաքացիության հետ կապված իրավական գործընթացները կավարտվեն սահմանված ժամկետներում, թույլ տալով նրան ստանձնել վարչապետի պաշտոնը։ Որպես ծրագրային առաջնահերթություններ նա նշել է արցախցիների տնավորման հարցը և խոստացել իշխանության գալու առաջին 50 օրում դպրոցներ վերադարձնել հայ եկեղեցու պատմություն առարկան։ Նախընտրական դրույթը, որտեղ եկեղեցու հետ կապված քաղաքական կուսակցությունը, հայկական ազգային մեր եկեղեցու հետ կապված, ով սահմանադրությամբ իրավունքը տարանջատված է, եկեղեցին տարանջատված է պետությունից եւ իրավունք չունի երկրի ղեկավարը կամ որևէ քաղաքական ուժ խառնվի եկեղեցու գործերին։ Նրանց քաղաքական ծրագրերի մեջ գրված է բան, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, հակասում է ուղիղ տեքստով։ Մեր կարծիքը այսպիսին է, լինելով եկեղեցու հավատավոր հետևորդ, լինելով եկեղեցու կողքին միշտ, մենք վստահ ենք մի բանում, տարանջատում պետք է լինի։ Գործերի հետ կապված եկեղեցին եւ պետությունը պետք է տարանջատված լինեն, եկեղեցականները պետք է իրավունք ունենան քննադատեն պետության ամեն քայլ, որը ազգային շահի դեմ է։ Եկեղեցին դա մեր երկրի խիղճն է։
Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտն ու պատգամավորության թեկնածուների ցուցակը։ Դաշինքի 200 հոգանոց համամասնական ցուցակը գլխավորում են Նարեկ Կարապետյանը, փաստաբան Արամ Վարդևանյանն ու սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Մինչև այս իրենց փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացրել քաղաքացիական պայմանագիր Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունները։ Հիշեցնենք, որ կուսակցությունների եւ դաշինքների կողմից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է ապրիլի 23-ին ժամը 18-ին։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով Վրաստանում է։ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցկացվել է զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ, որի ընթացքում հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։ Այնուհետև նա առանձնազրույց է ունեցել վրացի պաշտոնյայի հետ։ Այցի շրջանակում Պապիկյանն այցելել է Թբիլիսիի հերոսների հրապարակ, նախարարը ծաղկեպսակ է խոնարհել հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Թալին համայնքի Արագածավան բնակավայրում, ծանոթանալու համար 1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի պայմաններին։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը հետևել է կատարված աշխատանքներին։ Փաշինյանը նաև անձամբ ստուգել է մարզագույքի առկայությունը, շեշտելով, որ բոլոր անհրաժեշտ պարագաները պետք է լինեն նոր ու մշտական օգտագործման համար։ Իր ելույթում կարևորել է կրթության դերը, ընդգծելով, որ առանց գիտելիքի հնարավոր չէ լինել ուժեղ ու մրցունակ։ Մարդը ուժեղ է իր կրթությունով, իր կրթությունով արուժեղ եւ մենք մարդուն ուժեղացնելը պատկերացնում ենք կրթությունով, որովհետեւ չկրթված մարդը չի կարող լինել ուժեղ։ Եվ երկրորդը, մենք ուզում ենք այնքան գիտելիքով օժտել մեր երեխաներին, դուք տեսնում եք ձեր դպրոցի մուտքի մոտ կախված է այդ կարգախոսը լավ սովորի, որ լավ ապրես։ Իսկ լավ ապրել նշանակում է ունենալ լավ աշխատանք, վաստակել շատ լավ աշխատանքի, իսկ լավ աշխատանք կարելի է ունենալ լավ գիտելիքով։ Իսկ երբ որ դուք բոլորդ ունենաք լավ աշխատանք եւ վաստակեք շատ, բնականաբար նաեւ ձեր վճարած հարկերը կլինեն ավելի շատ եւ դուք հնարավորություն ունենաք այս դպրոցում սովորող հաջորդ սերնդի համար ապահովել ավելի լավ պայմաններ ձեր վճարած հարկերով։ Հակակոռուպցիոն դատարանի վճռով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Արենի Հեկ ընկերության գրեթե 40,000 հատ բաժնետոմսեր, որոնց դրամական արժեքը կազմում է 686 միլիոն դրամ։ Անի Սարգսյանի հաշվին առկա $760,000 ավանդի գումար, այդ ավանդից ստացված տոկոսներից գրեթե $104,000, բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9,775,000 դրամ եւ այլ դրամական միջոցներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հայտարարել, որ երկու երկրների միջև արդեն իսկ տիրում է դեֆակտո խաղաղություն։ Ալիևի խոսքով պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են տարածաշրջանային իրավիճակի առողջացմանը։ Որպես գործակցության օրինակ նա մատնանշել է առևտրային կապերի հաստատումը, մասնավորապես Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման փաստը։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Ալիևի եւ Փաշինյանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի նախաստորագրմանը։ Մենք այդ համաձայնագրերը կնքեցինք 6 շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա լավագույն ընկերներ են։ Ի դեպ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահն այժմ լավ ընկերներ են։ Նրանց մտերմացրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա բավականին ուշագրավ է, հայտարարել է Ուիթքոֆը Մայամիի համալսարանում կայացած ամենամյա համաժողովի ժամանակ։ Իսրայելական բանակը Լիբանանի Ջեդեյդե Մարջեյուն քաղաքում ձերբակալել է լիբանանյան բանակի զինծառայող հայազգի Պատրիկ Բաքարյանին։ Ըստ տեղեկությունների նախագահական պահակախմբում ծառայող Բաքարյանը անհետ կորել էր դեպքից 3 օր առաջ, երբ մեկնել էր քաղաք ընկերուհու հետ տեսակցելու նպատակով։ Բեյրութի ազդակ թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը նշել է, որ միջադեպի հստակ հանգամանքներն ու պատճառները դեռևս պարզ չեն, եւ իրենք փորձում են լրացուցիչ տվյալներ ճշտել պատասխանատուներից։ Այժմ ջանքեր են գործադրվում հայազգի զինծառայողին ազատ արձակելու ուղղությամբ, նրա գերության հանգամանքները պարզելու համար ընթանում են հետաքննություններ։
Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի շուրջ 23%-ը։ Ըստ Պաշտոնյայի ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի զանգվածային գործազրկության, բարձր գնաճի եւ էներգակիրների արտոնյալ գների վերացմանը։ Նա ընդգծել է, որ հայկական արտադրանքը կկորցնի մրցունակությունը մաքսային վերահսկողության վերականգնման։ Շևցովն անդրադարձել է նաեւ հարավկովկասյան երկաթուղու կառուցումը երրորդ երկրներին զիջելու Երևանի քննարկումներին, դրանք որակելով տարօրինակ։ Ռուս պաշտոնյայի հաշվարկներով պոտենցիալ գնորդները ստիպված կլինեն վճարել առնվազն $250 միլիոն փոխհատուցում եւ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարել ենթակառուցվածքների վերականգնման համար։ Ամփոփելով նա նշել է, որ ԵԱՏՄ-ից անջատվելու սոցիալ-տնտեսական հետևանքները կարող են գերազանցել անգամ ամենավատ սպասումները։ Սյունիքի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Ագարակ-Երևան ավտոճանապարհին Արմավիրի մարզի 57-ամյա բնակիչը Լադա Գրանտա մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 500 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը փրկարարներն ու պարեկները ձորից դուրս են բերել մեծ դժվարությամբ։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ողբերգական պատահարի հանգամանքները պարզելու համար։ Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 77 կիլոգրամ քաշային ըմբիշտը հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին։ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Սուրեն Աղաջանյանը 60 կիլոգրամ քաշային կարգում Տուշեում 8-1 հաշվով հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին եւ դուրս եկավ եզրափակիչ։ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կիլոգրամ քաշայինների պայքարում Գորսը Հակյանը նվաճեց արծաթե մեդալ։